Չեք հավատա, թե ինչ է թաքնված Վարշավայի հենց կենտրոնում։ Սա Օսիեդե լիազդուղն է, փայտե տնակների թաքնված մի գյուղ։ Երկրորդ համաշխարհայինից հետո պարտված Ֆինլանդիան Ռուսաստանին պատերազմական փոխհատուցում վճարեց հավաքովի փայտե տնակներով, որոնցից 90-ը Ռուսաստանն ուղարկեց Լեհաստան, ավերված Վարշավան Մոխիրինից վերակառուցող ճարտարապետների եւ ինժեներների համար։ Անցան տարիներ եւ քաղաքի սրտում գտնվող այս հողակոտորը դարձավ աստղաբաշխական թանկ։ Քաղաքապետարանը սկսեց պնդել, որ սա անշուք ու հին թաղամաս է եւ պետք է քանդել։ Սակայն այստեղ դեռ ապրում էին հենց այդ ճարտարապետների եւ ինժեներների ընտանիքներն ու թոռները։ Նրանք բարձրացրեցին Փրկենք Յազդուվը նշանաբանը եւ սկսեցին պայքարել իրենց մանկության ու պատմության համար։ Չնայած պայքարի ընթացքում որոշում կայացվեց, որ բնակիչներն այստեղ այլևս չեն ապրելու, նրանց հաջողվեց գոնե փրկել տարածքը, որպես յուրահատուկ կոլորիտ ու պատմական նշանակություն ունեցող վայր, հանձնել այն ՀԿ-ներին եւ տարբեր մշակութային կառույցներին։ Այսօր նախկին 90 տնակներից պահպանվել է ցավոք ընդամենը 20-ից ավելին։ Այգու մի մասում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հսկայական դեսպանատներն են, իսկ հմայիչ փայտե տնակներում այսօր գտնվում են տեղական ՀԿ-ները, որոնք միջև օրս վերականգնողական աշխատանքներ են անում տարածքը ավելի բարեկարգ դարձնելու համար։ Հետևեք ինձ Instagram-ում, իսկ ես իմ հաջորդ տեսանյութում կպատմեմ, թե ինչու էի հայտնվել Լեհաստանում եւ ինչու այս տարածք այցելելը կարևոր նշանակություն ուներ մեր համար։